Հայաստան 2031 Տեսանյութը պարզապես տարօրինակ AI հոլովակ չէ, դա քաղաքական վախի արտադրանք է։ Մենք դրա օրինակներից մեկը գտանք Երկիչ գետամում, բայց նույն ուղերձը տարածվում է մի քանի էջերից, այսինքն կարևոր է ոչ թե մեկ էջը, այլ տարածման ձևը։ Սցենարը պարզ է։ Մայրը երեխային պատմում է, որ 2026-ին քվեարկել է Փաշինյանի օգտին, և 2031-ին Հայաստանը իբր փոխվել է, որովհետև ադրբեջանցիները վերադարձել են։ Բայց տեսանյութը չի ցույց տալիս ոչ մի ստորագրված համաձայնագիր, ոչ մի օրենք, ոչ մի պաշտոնական վերաբնակեցման ծրագիր, ոչ մի պետական պլան, ոչ մի թիվ։ Վախը հագցրել են ապագայի տեսքով։ Քաղաքական նպատակը պարզ է՝ Հայաստանի եվրոպական ճանապարհը ներկայացնել որպես հանձնում, ժողովրդավարությունը որպես վտանգ, և մարդու գլխում թողնել Ռուսաստանը որպես միակ անվտանգ պատասխան։ Բայց Ռուսաստանն արդեն Հայաստանի անվտանգության երաշխավորն էր, երբ Հայաստանը կորցրեց ամենաշատը։ Եվրոպական ուղղությունը Հայաստանին տալիս է ավելի շատ գործիքներ՝ սահմանային դիտարկում, միջազգային ուշադրություն, տնտեսական աջակցություն, ռազմական դիվերսիֆիկացիա և ավելի քիչ որոշումներ Մոսկվայից։ 2024-ին ԵՄ-ն Հայաստանի համար հայտարարեց 2024-ից մինչև 2027 թվականների 270 միլիոն եվրոյի դիմակայունության և աճի ծրագիր, իսկ Global Gateway